դարձրու քո օրը ավելի հետաքրքիր։ Մեդիամարկ, լավագույն ժամանցային հարթակը Հայաստանում։ Ալիքի գործընկեր։ Տասնվեց հազվագյուտ էքսոտիկ միրգ, որոնք հնարավոր է առաջին անգամ եք տեսնում։ Այսօր ձեզ ճանապարհորդության ենք հրավիրում դեպի հեռավոր երկրներ, որտեղ շատ զարմանալի պտուղներ են աճվում։ Ագուահե, արմավենու պտուղ է, որը պատված է կարմրավուն կեղևով։ Այն հարկավոր է մաքրել, որպեսզի հասնեք ուտելի դեղնավուն միջուկին։ Օգտագործվում է այրվածքների բուժման ժամանակ։ Այն աճում է հիմնականում ամազոնյան արևադարձային անտառներում։ Կեպել։ Այս միրգը կարելի է փորձել միայն Ինդոնեզիայում եւ Ջավայում։ Համով նման է մանգոյին եւ մանուշակի հոտ ունի։ Հին ժամանակներից այն որպես հակաբեղմնավորիչ է օգտագործվում։ Աստղանման խնձոր։ Այս խնձորը փորձելու համար պետք է Կենտրոնական Ամերիկա ուղևորվել։ Պտղի կեղևն ուտելի չէ։ Այն կիսում են եւ հանում միջուկը։ Շատ քաղցր է եւ սալոր է հիշեցնում։ Լիմոնային ֆերոնիա։ Ֆերոնիան աճում է Հնդկաստանում եւ Շրի Լանկայում։ Առանձնապես հազվագյուտ չի համարվում։ Ներսից այն բորբոստնած կոկոսի է նման եւ չամիչի ու կապույտ պանիրի հոտ ունի։ Ընդ որում, որքան տհաճ է հոտը, այնքան ավելի հասած է համարվում պտուղը։ Ջամբոզա։ Նույն ինքը վարդագույն խնձոր, պոմերանյան սալոր եւ պոմարոզա։ Այն կարելի է փորձել հարավ-արևելյան Ասիայում եւ Հնդկաստանում։ Այն բարակ կեղև ունի եւ ձմերուկի համ։ Նիպա։ Նիպայի արմավներն աճում են Հնդկաստանից դեպի Խաղաղ օվկիանոս ընկած գետերում։ Դրանց տերևներից բնիկները տանիքներ են պատրաստում, իսկ պտուղներից ալկոհոլային խմիչքներ։ Տումբո։ Տումբո կամ բանանային մարակույա։ Տեսքով եւ գույնով բանանի է նման։ Կեղևը ցիտրուսային է, իսկ ներսում մարակուայի պտղամիս է։ Պակաո։ Պակաուն ուտում են Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում։ Համով այն վանիլային քաղցր բամբակի է նման։ Լուկումա։ Լուկուման աճում է Պերույում եւ Էկվադորում։ Պտղամիսը չոր է, հում։ Հում այն գրեթե չեն ուտում։ Այն փափկեցնում եւ ավելացնում են պաղպաղակի, հյութերի եւ կաթնային կոկտեյլների մեջ։ Աֆրիկյան տանձ։ Սրանք նման են բադրիջանի, սակայն ներսում պտուղը կանաչ է եւ նման է սերուցքային կարագի, 48% յուղայնություն ունեն։ Այս տանձերը եփում են, տապակում ու նաեւ հում ուտում։ Նունգու։ Աճում է արմավի վրա եւ թաքնվում ընկույզի մեջ։ Դոնդողանման պտուղները չեն տարբերվում լիչիից։ Այն թույլ համ ունի եւ աննշան բույր։ Նարանհիլիա։ Այս պտուղն աճում է միայն Հարավային Ամերիկայում։ Արտաքինից այն ցիտրուսայինների կեղևից ունի եւ նարինջ է հիշեցնում, բայց իրականում այն լոլիկի բարեկամն է։ Ակի։ Ակին աճում է Ջամայկայում եւ ֆուգու ձկան պես մի բան է համարվում, միայն թե բուսական աշխարհում։ Պտուղները շատ տոքսիններ են պարունակում եւ արգելված են շատ երկրներում։ Ակիի սերմերը մահացու վտանգավոր է։ Սև խնձոր։ Սև խնձորը չինացի սելեկցիոներների ձեռքի գործն է։ Այն աճեցնում են միայն Տիբեթի լեռներում։ Դելիկատեսային մոնստերա։ Սա շատ տարածված տնային ծաղիկ է, որի պտուղները նաեւ ուտում են։ Այն աճում է Մեքսիկայում եւ համով շատ նման է անանասին։ Խակ մոնստերն վտանգավոր է, քանի որ կարող է այրել բերանի խոռոչը։ Կապուլին։ Չափսերով այն մի քիչ մեծ է հաղարջից, իսկ համով հիշեցնում է բալ եւ նուշի խառնուրդ։ Պտուղներից ջեմ են պատրաստում, մուրաբա եւ հյութեր։